Ողջույն սիրելիներս, ես ուզում եմ շարունակել մեր հանդիպման արդեն ոնց որ հաջորդական դարձած հաղորդումը, սա վերջին թեման կլինի մոլորակային տարվա, որ ուզում եմ նվիրել արդեն իսկ հրեղենձի ու տարվա համար խոսեմ այս մասին, արդեն հաշվելու յուրաքանչյուրիս անհատական մոլորակային տարվա հաշվարկը։ Ուրեմն նյութական աշխարհը որոշվում է տարածաչափությամբ և ժամանակով, և ժամանակը շատ կարևոր դեր է խաղում յուրաքանչյուրիս կյանքում։ Ժամանակը հաշվում ենք թվային կարգով, երբ գալիս է նոր տարին, աշխարհում տարվա թվային կոմբինացիան ողջ նյութական աշխարհում սկսում է գերակշռել։ Եթե օրինակ հիմա մենք ապրում ենք 2026 թվականին, բոլորդ էլ համաձայն կլինեք, որ կոնստիտենցիան գերակշռում է, այդ 9-ի էներգիան 25-ին է եղել, հիմա 2026 թվականին արդեն կոդերն ամեն տեղ փոխվել են, նույնիսկ խանութի կտրոններում արդեն մենք 2026 թվականի էներգիան բոլոր ապրանքանիշեր կլինի, առևտուր կլինի, փաստաթղթեր կլինի, արդեն իսկ գտնվում է 2026 թվականի տիրապետության տակ։ Այստեղից հետևություն, որ յուրաքանչյուր մարդ ուզում է թե չի ուզում, այսպես թե այնպես, փոխհամագործակցում ենք այս թվային կոմբինացիայի հետ։ Այս էներգիան ամեն մարդու համար տարբեր ազդեցություն կունենա, որպեսզի ավելի հստակ հասկանանք, ճիշտ չի լինի միայն մեկ տարին որպես առանձին բջիջ վերցնելը, քանի որ ամեն տարվա ընթացքը, իրադարձությունները միևնույն է ունեն կապ հիմնականում այն, ինչ տեղի է ունեցել մեր հետ անցած և նախանցած տարիներին։ Դրա համար, որ ստանանք օբյեկտիվ պատկերացում, օբյեկտիվ կանխատեսում, լավ կլինի անալիզի ենթարկենք ողջ ցիկլը և էտապը այս փուլի։ Ըստ Վեդաների, մեր կյանքի էտապները բաղկացած են 9 ցիկլերից, որն էլ անվանում են սոկրալ կյանքի աստիճաններ, և ցիկլը օգնում է մեզ տեսնել մեր կյանքում որևէ բանի սկիզբը երբ պիտի դնենք, որտեղ մեկնարկ, զարգացման էտապ, որ տարին կկասկածենք, անվստահության տարիներ կունենանք, ցույց է տալիս այս սոկրալ գիտելիքը երբ ենք հասնում մեր բարձրունքին, երբ է գալի մեզ մոտ էքսպանսիայի ժամանակաշրջանը, ցույց է տալիս երբ փորձենք կառեկտիրովկայի բերենք մեր կատարած աշխատանքները, երբ վերջնական իտոգի բերենք, ցույց է տալիս մեր հասունացած բերքի ժամանակը և ավարտը ցիկլի, իսկ ամեն տարի այս 9-ամյա ցիկլի ունի իր առաջադրանքները և իր տենդենսները և այն արդյունքները, այն պտուղները, որը կստանանք արդեն մեր 9-ամյա ցիկլի ավարտին, այն հետևանքն են ցանքի, երբ սկսում ենք մեր կյանքի առաջին փուլը, առաջին էտապը կամ ինչպես աստրոլոգիական լեզվով ասած, արևի էներգիայի տարին։ Կարևոր չէ միայն հասկանալ անցնող տարին կամ եկողը, այլ հասկանալ այս սոկրալ աստիճանների էտապը, որը ես ձեզ կտամ, կբացատրեմ, և հասկանալ կյանքի որ սոկրալ աստիճանում եք կանգնած, անալիզ անել ողջ 9-ամյա ցիկլը ամբողջական վերցրած, և այդ ժամանակ է, որ կտեսնեք պատճառահետևանքային կապերը և հաջորդականությունը մեր յուրաքանչյուրիս կյանքի վերելքի և անկման ընթացքի։ Դրա համար այսօր մեր ծննդյան դատայից հանում ենք մեր տարեթիվը և փոխարենը դնում ենք, նայեք, ես էստեղ գրատախտակի վրա գրել եմ, սենց մի քիչ հեռու պահեմ, լույսի խնդիր ունեմ, երևի մի քանի տեխնիկա պիտի ձեռք բերեմ հաղորդումների համար, տեսեք, սա
օրնա ծննդյան, սա ամիսնա, որ պիտի գումարենք իրար, տարեթվի փոխարեն, տարեթվը օրինակում նայեք, ես հանել եմ, տեղը գումարում եմ 2026 թվականը, դրա համար է կոչում անհատական մոլորակային տարի, երբ առաջի հանդիպմանը ես ձեզ ներկայացրեցի միայն մոլորակային տարվա էներգիան, այս հանդիպմանը արդեն ձեզ ներկայացնում եմ յուրաքանչյուրիդ անհատական էներգիան, դրա համար հանում եք ձեր ծննդյան թիվը, փոխարենը գումարում եք 2026 թվականը և իտոգում տեսեք ես ստացել եմ 21, որտեղ երկուսին էլ գումարելով 1 ստացել եմ միանիշ թիվ 3, այսինքն ինչ թիվ էլ որ ստանաք, վերջում բերելու եք միանիշ թվի։ Հիմա կարող եք դադար տալ, հարգելիներս, հաշվել յուրաքանչյուրը ձեր հաշվարկը, ձեր հարազատների հաշվարկը, հետո նորից լսել շարունակությունը, որպեսզի հասկանաք, որը գտնվում եք, որ սոկրալ աստիճանում, որ փուլում եք, ինչպես վարվեք, որ ձեր կյանքը ավելի բարեհարմար, ավելի ճիշտ ռեալիզացված ճանապարհով տանել և ինչպես ռեալիզացնել, օգտագործել այն էներգիան, որի ազդեցության կրողն եք, որովհետև յուրաքանչյուրիս մոտ կարող է տարբեր ձև արտահայտվել, ուղղակի մեզ մնում է հասկանանք, ոնց է այդ մեխանիզմը աշխատելու անհատական։ Ամեն մեկս վերջում ինչ միանիշ թիվ որ ստացանք, այս տարի ռեալիզացնելու ենք այդ էներգիան անկախ նրանից, որ մեկի ֆոնը արդեն մոլորակային, համամարտկային բոլորիս ազդեցության վրա կա։ Յուրաքանչյուր էներգիա նյութական աշխարհում կարող ենք ռեալիզացնել կամ դրական կողմով, կամ բացասական։ Սա արդեն կախված կլինի մեր գործողություններից, մեր մտքերից, մեր մտածողությունից, նրանից, ինչպես փոխհամագործակցություն կունենանք մարդկանց և նյութական աշխարհի հետ։ Դրա համար յուրաքանչյուր տարի մարդը կարող է ապրել կամ դրական, կամ բացասական ձևով։ Ինչի համար է սա արվում։ Ընդհանրապես ողջ նյութական աշխարհը գոյություն ունի և ապրում է հստակ սիստեմի մեջ։ Եթե չլիներ սիստեմը նյութական աշխարհում, չէր լինի տիեզերական օրենքներ, ժամանակի օրենք, պատճառահետևանքային օրենք, ինչպես ճակերտավոր ասեմ, կարմայի օրենք և այլն, ապա նյութական աշխարհում քաոս կտիրեր։ Քանի որ այդ քաոսը չկա, այստեղ ամեն բան բավականին հարմոնիկ է բնության մեջ, գոյություն ունի հստակ կառուցվածքային օրենք, որտեղ ամեն ինչ զարգանում է փուլերով, և ֆակտորներից մեկը նման զարգացման մարդու համար դա ժամանակն է, այսինքն այն, ինչպիսի ազդեցություն է ունենում մարդու գիտակցության վրա որոշակի ժամանակահատվածում և ամեն մարդու հոգին անցնում է այս 9-ամյա ցիկլով և այս 9-ամյա ցիկլում մարդը փորձ է հավաքում։ Ցիկլերը մարդու կյանքում սկսում են 14 տարեկանից հետո 15 տարեկանում, քանի որ մինչ այդ տարիքը երեխան գտնվում է իր ընտանեկան աուրայում, ծնողների աուրայի ներքո, ամեն 9-ամյա ցիկլ դա մի փոքրիկ կյանք է մարդու համար, շատ ուժեղ տարբերվում է իրավիճակներով, որտեղ դասավորվում է մարդու կյանքը, շրջապատ, մարդիկ, որոնց հետ հանդիպում է, կախված իր սոցիումում ունեցած ստատուսից, ենթադրենք մի 9-ամյա փուլում մարդը ազատ է, մյուսում ընտանեկան կյանքի փորձ է ապրում, մի 9-ամյա փուլում երկիր է փոխում, բնակության վայր է փոխում կամ որևէ այլ կյանքի փորձություն է ձեռք բերում։ Մեկում աշխատում է որևէ մեկի ձեռքի տակ, մյուսում արդեն ինքը բիզնեսմեն է։ Հիմա երբ որ արդեն խոսեմ փուլերից,
քանի որ արդեն իսկ յուրաքանչյուրդ հաշվարկել եք ձեր կոդը այս տարվա, ձեր նախորդ տարվա համապատասխան կոդի հետ, ինչպես ասեցի, համեմատեք ձեր անցած տարին արդյոք համապատասխանում էր այն աստիճանին, որն արդեն դուք անցել եք, բարձրացել մեկ այլ նոր մակարդակի։ Այն մարդիկ, որոնց հաշվարկը արդեն մեկի էներգիայի տակ է, այսինքն իտոգում ստացել են 10, 19, 28, այս տարի իրենք գտնվում են արևի տարվա կամ կյանքի դարպասների շեմին։ Եթե ձեր հաշվարկներում մեկ եք ստացել, ուստի շնորհավորում եմ, սա նշանակում է, որ այս տարին ձեր համար կդառնա ծնունդը, կամ դեռ պետք է ծնվի ձեր նոր ռեալ իրականությունը։ Արևի տարին ցիկլի սկիզբն է, դրա համար էլ համարվում է կյանքի դարպասներ։ Մենք ասես սկսում ենք նորովի ապրել։ Սա ծայրահեղ կարևոր ժամանակ է, նաև պատասխանատու, քանի որ այն, ինչ կսկսեք հիմք դնել, ծրագրեր կազմել այս տարի, ինչ մտքեր կհայտնվեն, ինչպես նորովի կսկսեք կառուցել ձեր կյանքը, ինչպիսի նոր փոփոխություններ կմտցնեք, ձեր աշխարհ կապ կունենա, իր ազդեցությունը կլինի հաջորդական ձեր կյանքի եկող 8 տարիների վրա։ Արևը, որը փոխարինում է Մարսի տարուն, արդեն նախորդ տարին դուք 9-րդ Մարս մոլորակի էներգիայի տակ եք եղել, այսինքն 9-ամյա փուլ եք ավարտել, այս տարի համապատասխան ցույց է տալիս արդեն, որ ձեր կյանքում շատ բան է փոխվել, շատ բան հասել իր լոգիկ ավարտին, այո, ոչ բոլորը կունենան լոգիկ ավարտ, ինչ որ մեկը որևէ աշխատանք կավարտի, ուսման կուրս, գործընթաց, տեղափոխություն, այսինքն տեղի են ունեցել լոգիկ ավարտվող պրոցեսներ, բայց կլինեն նաև իրադարձություններ, որոնք անսպասելի են եղել ձեզ համար և հանկարծակի որևէ էտապում ավարտվել են։ Այնպես որ պետք է հասկանանք, որ արևի տարին հզոր սկիզբ դնելու տարի է։ Էներգիան այս տարվա ձեր ներսի արթնացնելու է ձեր մեջ արևի էներգիան։ Կանգնեք ձեր տիեզերքի կենտրոնում և ոչ մեկից, ոչ մի բանից կախում մի ունեցեք, հոգ տարեք ձեր մասին, մի ապրեք, մի լուծվեք ուրիշների նպատակների, հետաքրքրությունների, ցանկությունների մեջ և մտածեք ինքներդ ինչ եք ցանկանում հենց ձեզ համար, ինչ ցանկություններ ունեք և հասկացեք, որ ոլորտում, ինչպես և ինչ նպատակներով եք հանդես գալու դուք։ Այս ողջ տարվա ընթացքում շատ լավ է յուրաքանչյուր որևէ բանի սկիզբ դնելը, լինի սովորել, նոր օրգանիզացիայում աշխատանք, թեկուզ նոր հարաբերությունների սկիզբ, որը բոլորովին այլ պրինցիպներով սկիզբ կդնեք, սա կլինի հարաբերություններ, որի հիմքը կլինի փոխադարձ հարգանքը և փոխադարձ խոստովանություն մեկըդ մյուսի համար կարևոր նշանակությամբ։ Նաև կշարունակեք մասամբ այն ընթացքները, որը սկսել եք նախորդ Մարսի տարում։ Սա տարի է, որը ստուգում է նաև մեր ներկայությանը։ Տալիս ենք հարցեր ով եմ ես և ինչի եմ հասել, ինչպիսին է իմ իրականությունը, որը շրջապատում է ինձ, որքանով է դա ինձ բավարարում և կոնկրետ ինչ կարող եմ փոխել և լավացնել։ Արևը դա այն ժամանակահատվածն է, որտեղ հավատալով յուրաքանչյուրը ձեր ծրագրերին, նպատակներին կարող եք իրականություն դարձնել, վստահ եղեք։ Եթե խոսքը գնում է հեռանկարային ծրագրերի մասին և կարող եք այն իրականացնել հետագա 8 տարիների ընթացքում, ինչքան էլ խոշոր, այնքան որ վստահ լինեք, որ ձեր ուժերին համապատասխանաբար ծրագիր եք դնում ձեր առաջ, արևի տարին ենթադրում է, որ տեղից իրար գալու, առաջ գնալու, ոչ միայն ներքին ֆակտորը հաշվի առնելով կամ իրադարձությունները, այլ շնորհիվ մեր ներքին մղումների,
ներքին իմպուլսների շնորհիվ, քանի որ մենք մարդիկը իրոք բավականին ծույլ ենք, եւ որպեսզի արթնացնենք մեր մեջ այդ իմպուլսները, ցանկությունները գործելու, հասնելու ինչ-որ բանի, դրա համար էլ յուրաքանչյուրիս կյանքում մի փոքր կրիզիս է պետք, որը կտա կարճատև, բայց զգալի ներքին կրիզիս։ Սա ժամանակաընթացք է, ասես թեստ ենք անցնում ռեալիզացնելու մեր մտահղացածը եւ բավարարվածություն ստանալու կյանքից, քանի որ ինքներս մեզ համար տալու ենք այդ թեստը, իսկ բալերը հավաքել 20-ից 20 հնարավոր չէ, որ 100%-անոց իհարկե արդյունք ստանանք, դրա համար ինքներս մեզ համար պետք է գտնենք այն ոլորտը, որով կուզենք զարգացնել, բայց այդ պահին փոքր-ինչ մեզանից գոչենք, գտնում ենք ինչ-որ բան թերիա, որտեղ ինչ-որ բան փոխելով պետք է փորձենք լավացնել։ Սա կարող է տալ ժամանակավոր փոքր կրիզիս, որն էլ հենց մեր ներսում պետք է զգոնություն արթնացնի եւ ցանկություն գործելու համար։ Իսկ ինչ մնում է փոխհարաբերություններին, այս տարի այնքան էլ հասարակ չէ, քանի որ այն մարդը, որը արևի տարին է ապրում, պետք է ավելի շատ ժամանակ տրամադրի իրեն, ինչպես ներքին կարգավորումների, այնպես էլ արտաքին գործերի համար, եւ իր շրջապատի, մարդկանց, որոնց հետ վաղուց է շրջապատված, միգուցե թվա, որ դուք փոխվել եք, թվա, որ ձեզ համար միևնույն է, քիչ էմպաթիա եք ցուցաբերում իրենց նկատմամբ, որ իրենցով չեք հետաքրքրվում, սա ձեզ համար նորմա է նման էտապ ապրող մարդու համար եւ հենց ինքներդ ձեզ եք պետք, ուղղակի չեք կարող թույլ տալ ձեզ ցուլվել մնացածի հետաքրքրություններով, գործերով, շրջապատի մարդկանց։ Դուք պետք է զբաղվեք այս տարի ձեզանով։ Մարդը այս տարի հիմք է դնելու իր կյանքի հետագա 9 տարիների համար եւ պետք չէ, որ մնացածը խանգարեն ձեզ կամ ձեր ուշադրությունը շեղեն, ուստի եթե դուք լսում եք եւ ձեր հարազատներից որևէ մեկը այս էներգիայի ներքո է, հարազատներս փորձեք ներողամտորեն վերաբերել իրեն, թողեք, որ այդ մարդը աճի, զարգանա, վստահաջակցեք իր բոլոր դրած ծրագրերին եւ արդյունքը պտուղները կհավաքեք հետագա տարիների ընթացքում։ Այս ամբողջ տարվա ընթացքում տիեզերքը հետևելու է ձեր գործողություններին։ Նա հետևելու է, թե ինչ որոշումներ կկայացնեք, ինչի կձգտեք, ինչ աստիճանի կլինի այն մակարդակը, որը մարդը կդնի իր առջև, ինչ նպատակների հետ կառնչվեք։ Այսինքն, այս ողջ տարվա ընթացքում մարդը մաքսիմալ ազատ է նրանում, որ ինչպես դասավորի իր կյանքը, ինչպես ինքն է ուզում, որպեսզի հեռանկարային նպատակներ դնի, որպեսզի կողմնորոշի ինչ մակարդակ է ուզում բարձրանալ, նաև չմոռանաք, որ արևը տղամարդկային էներգիա է, եւ այս տարվա ընթացքում ողջ այնպես ամեն ինչ կապված է լինելու տղամարդկանց հետ, կլինի հայր, ամուսին, ընկեր, բիզնես պարտնյոր, որդի, ղեկավար կամ այն մարդիկ, որոնց հետ համագործակցում եք։ Այս տարի ձեր ճանապարհին հանդիպելու եք 3 հիմնական թակարդների։ Առաջի թակարդը դա ապաթիան է։ Եթե մարդը այս տարվա ընթացքում եղավ ապաթիայի մեջ, ոչինչ չուզեց, ոչինչ չարեց, ոչինչի չձգտեց, լուրջ չերազեց, համապատասխանաբար իմացեք հաջորդ 8 տարիների ընթացքում ինքը չի տնօրինելու իր ճակատագիրը, իսկ ճակատագիրը կընթանա իրադարձությունների թելադրած պարտադրվածությամբ։ Երկրորդ թակարդը, եթե մարդը հանձնվի առանց պայքարի, եթե դնի իր առջև նպատակ եւ նույն պահին էլ հրաժարվի նրանից, քանի որ կմտածի, որ դա շատ դժվար է կամ դա իր համար չէ, իսկ երրորդ թակարդը դա ֆանտազիաների լաբիրինթն է։ Մարդը կսկսի շատ բաների մասին մտածել,
ֆանտազիաների մեջ ընկնել, բայց դրա հետ մեկտեղ գոնե փոքրիկ քայլ չի անի իր նպատակներին ընդառաջ գնալու համար։ Դրա համար էլ իր ցանկությունները կմնան միայն ֆանտազիաների ժանրում, այսինքն նույնիսկ այս տարվա ընթացքում պետք չէ ակտիվ զարգացնել ձեր նոր ծրագրերն ու պրոյեկտները, չնայած որ դրա համար սա ամենաբարեհարմար ժամանակն է, բայց պետք է թեկուզ փոքր, բայց քայլ ձեր երազանքների հետ հանդիպելու։ Ենթադրենք մարդը ուզում է գնալ այլ երկիր, գոնե արևի տարում պետք է սկսի ուսումնասիրել օտար լեզու, կամ մարդը, որ երազում է բնակարան գնելու մասին, սակայն դրա համար ռեսուրս չունի։ Դրա համար արևի տարում թեկուզ աննշան քանակի գումար այդ նպատակով պետք է հետ գցի, կամ եթե տան հիմք է ուզում դնի, ֆունդամենտ դնի այս տարում, այդ դեպքում է, որ տարածաչափությունը կօգնի ձեզ հասնելու ձեր դրած նպատակին, ամբողջական արևի տարին ծայրահեղ պոզիտիվ տարի է։ Սա ընթացք է, երբ շատ էներգիա եք ստանում, սա էներգիա է, որտեղ կամք ունեք և ձեր կյանքը կառուցել այնպես, ինչպես որ դուք եք ուզում։ Սա ժամանակ է, երբ կարող եք իրոք երազել, ծրագրեր կազմել հոսող տարվա համար և ողջ 9 ամյա արդեն հետագա տարիների համար, թեկուզ փոքր, բայց քայլեր պետք է անել, որպեսզի հանդիպեք ձեր նպատակներին։ Սահուն մտածեք ձեր առաջադրանքների, ձեր ծրագրերի մասին, ձեր հետաքրքրությունների մասին։ Պետք չէ թույլ տալ ձեզ շրջապատող մարդկանց ամբողջական կլանեն իրենց առաջադրանքների և գործերի մեջ կամ թեկուզ խնդիրների։ Մի խրվեք, մոռացեք բոլորին ձեր կողքին, բայց այնպես չէ, որ միանգամից սահմանափակեք և ձեզ կտրեք իրականությունից, այլ առաջնահերթ դրեք ձեր նպատակը, ձեր ուղղությունը, ձեր ծրագրերը, որովհետև սա ժամանակն է, որ հավատաք ձեզ, արժևորեք ձեզ, զգաք ձեր յուրահատկությունը, ձեր խարիզմատիկան, սովորեք լինել ուշադրության կենտրոնում, պիտի սովորեք, որ դուք էլ կարող եք վառ հանդես գալ, արտահայտել և գրավել ձեր շրջապատի ուշադրությունը դեպի ձեր անձը։ Շատ կարևոր է ձեզ համար բաց չթողնել այս ժամանակահատվածը, այս սքանչելի էներգիան որևէ սկիզբ դնելու համար չկորցնեք դատարկ և անտեղի։ Ահա ինչ ձեր ձեռքին է և ինչպիսին լինեք ներսից և դրսից, մինչև տեսեք 9 ամյա փուլը 2034 թվականը այդպիսի կյանքեր կունենաք։ Տվեք 2026 թվականին այն ամենաընտիրն ու բարին, արդարն ու ազնիվը, խղճովն ու մաքուրը, ինչ կա ձեր մեջ և կապրեք հաջորդ տարիներում խաղաղ և ապահով։ Ձեր ներսում ինչքան տաղանդ ունեք արտահայտեք, կլինեք երջանիկ և պաշտպանված, ինչքան լինեք նվիրված, հոգատար, հավատարիմ, այնքան կլինեք առողջ և արագ ապաքինվող, ինչքան լինեք ճիշտ և տեղին, արդարադատ, այնքան ձեր ուղիները կլինեն հարթ և հաջողակ։ Այսքանը հարգելիներս արևի